Եթերում լուրերի կիրակնորյա թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարև ձեզ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր իրադարձություններն ու ուշագրավ զարգացումները։ Տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի շրջանակին վերաբերող հարցեր եւ պայմանավորվել առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։ Իսկ Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։ Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, այդ թվում առևտրատնտեսական, էներգետիկ եւ տրանսպորտային ոլորտներում գործակցությունը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման զեկույցը։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է արտաքին քաղաքական առաջնահերթությունները, շեշտելով, որ հաշվետու տարվա գլխավոր ուղղությունը եղել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը։ 2025 թվականի արտաքին քաղաքականության գլխավոր թեման եղել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը, նշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ներկայացնելով կառավարության 2021-26 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքն ու արդյունքները։ Նրա խոսքով արդեն համաձայնեցվել եւ հանրայնացվել են այն սկզբունքները, որոնց շրջանակում պետք է իրականացվի տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանի տարածքում կառուցվող կամ վերագործարկվող բոլոր ենթակառուցվածքները գործելու են բացառապես Հայաստանի լիարժեք իրավազորության ներքո։ Երկու հանձնաժողովների կողմից ստորագրվել է, ընդունվել է կանոնակարգ, որը հետո անցել է ներպետական վավերացման գործընթացները ամեն երկրում իր գործընթացով, այստեղ խորհրդարանն է վավերացել։ Եվ այդտեղ էլ գրված է, որ սահմանազատումը տեղի ունենալու այդ տրամաբանությամբ, այսինքն Ալմատայով, խորհրդային միության փլուզման պահին եղած սահմաններով, նշված է, որ հիմք են ծառայելու բոլոր իրավական ուժ ունեցող վերաբերելիք քարտեզներ, էլի շատ ավելի գրագետ ձևակերպմամբ եւ իրավական եւ մի քիչ էլ գուցե ցանցալի ձևակերպմամբ, քան հիմա արժի մեջ բերել, բայց ստեղծված այն ամբողջ հիմքը, որի պայմաններում այլևս գնալ եւ ասել, այս մյուս համաձայնագրի կետում պետք է անպայման գրենք այսինչ քարտեզ, գուցե արդեն ավելորդ է եւ ոչ կառուցողական։ Նախարարը նշեց, որ խաղաղությունը կարող է լինել կայուն այնքան ժամանակ, որքան այն շահավետ է երկու կողմերի համար, Հայաստանին եւ Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ չափազանցություն կլինի ասել, թե բոլոր խնդիրները լուծված են եւ հարաբերությունները լիովին հարթված են։ Անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, Միրզոյանը հայտարարեց, որ Երևանն ու Բաքուն այս հարցերն անխուսափելիորեն կլուծեն համատեղ հանձնաժողովի շրջանակներում։ Նա նաեւ արձագանքեց ջերմուկի հատվածի վերաբերյալ մտահոգություններին, նշելով, որ այդ հարցերը կքննարկվեն համապատասխան գործընթացում իրավական հիմքերի եւ քարտեզների հստակեցմամբ։ Քննարկման ընթացքում նախարարն անդրադարձավ նաեւ խաղաղության համաձայնագրի շուրջ տարաձայնություններին։ Նրա խոսքով Ադրբեջանը պաշտոնապես չի պահանջում փոփոխել Հայաստանի սահմանադրությունը, սակայն նշում է, որ գործող ձևակերպումների պահպանման դեպքում չի ստորագրի վերջնական համաձայնագիրը։ Հայկական կողմն էլ իր հերթին պնդում է, որ սահմանադրությունը ներքին հարց է եւ բանակցությունների թեմա չէ։ Միաժամանակ ընդգծելով, որ բոլոր տարաձայնությունների լավագույն լուծումը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։ Վերջին հանդիպումը, ես չգիտեմ, ինչքանով է կոռեկտ օրինակ, որ մասնափակ հանդիպման այդ տեսակ մանրամասներ ասեն, բայց ուզում եմ ձեզ վստահեցնել, որ Ադրբեջանի պահանջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ չկա։ Նախարարն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականության մյուս ուղղություններին, ընդգծելով, որ հաշվետու տարում Հայաստանը ռազմավարական գործընկերություն է հաստատել մի շարք երկրների՝ Միացյալ Նահանգների, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ Գերմանիայի հետ ձևավորվել է ռազմավարական օրակարգ։ 2025 թվականի դեկտեմբերին ստորագրվել է նաև Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրակարգը, ընդլայնվել է գործակցությունն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, նաև մեկնարկել են համապատասխան խորհրդակցությունները։ Միրզոյանը տեղեկացրեց, որ շարունակվում է առաջընթացը ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ, իսկ այս տարվա մայիսին Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Հայաստանը բավականին արագ պետք է նկատել Եվրոպական միությունից ստացավ վիզաների ազատականացման գործողությունների պլանը, շարունակում է իրականացվել, արդեն ամփոփվել, ավարտին հասցվել Հայաստանի համար դիմակայություն եւ աճ ծրագրի
ծրագիրը ընդհանրապես երկրորդ փուլը Նախարարն անդրադարձավ նաև տարածաշրջանային գործակցությանը։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը նրա խոսքով ունի դինամիկ ու դրական ընթացք։ Ընդգծվել է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման շուրջ համատեղ աշխատանքը, նաև մշակութային ծրագրեր, այդ թվում անի և պատմական կամրջի հնարավոր վերականգնումն ու կրթական փոխանակումները։ վաղուց Թուրքիա-Հայաստան երկխոսությունը հասունացել է բավարար չափի, որպեսզի եւ այսինքն զուգահեռ կամ անդին այն գործընթացների, որոնք տեղի են ունենում, նաև լինի ամբողջական վերջնարդյունքը, այն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանի ամբողջական բացում, այստեղ վեճ չկա, եւ սա մենք մեր Թուրքիայի գործընկերներին էլ ենք ասում։ Խոսելով ներդրումային ծրագրերի մասին Միրզոյանը նշեց թրիփ նախաձեռնությունը որպես տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական գործակցության կարևոր բաղադրիչ։ Նիստում անդրադարձ կատարվեց նաև անվտանգության եւ պաշտպանական ոլորտին։ Հայաստանը դիմել է Եվրոպական միությանը խաղաղության եվրոպական հիմնադրամից երրորդ աջակցության համար։ Հիշեցվեց, որ նախորդ աջակցությունները կազմել են 10 եւ 20 միլիոն եվրո։ Հումանիտար ուղղությամբ նախարարը հայտնեց, որ Հայաստանն օգնություն է տրամադրել Իրանին հիմնականում դեղորայքի տեսքով, նշելով, որ դրա մասին լայնորեն չի բարձրաձայնվել։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում էլ քննարկվել է կառավարության 2021-26 թվականների ծրագրի 25 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի համապատասխան հատվածը։ Նիստում ներկայացվել են ֆինանսավարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, կապիտալ ծախսերի կատարողականը, նաեւ Հայաստան-Եվրամիություն գործակցության քաղաքական եւ տնտեսական ուղղություններով արձանագրված զարգացումները։ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում քննարկել եւ իգիտություն է ընդունել Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ զեկույցի համապատասխան հատվածը։ Քննարկման առանցքում էին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման ընթացքը, ոլորտային գործակցության ծրագրերն ու տնտեսական ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է միջազգային ֆինանսական կառույցների հետ գործակցությանը, անդրադառնալով Հայաստան-ԵՄ օրակարգում արկա ծրագրերին։ Եթե խոսենք օրինակ այն ծրագրերից, որը մենք իրականացնում ենք Եվրամիության հետ, ապա կասկածից վեր է, որ այն ինչ որ մենք հիմա անում ենք հյուսիս-հարավի հարավային կտորի կառուցման համար, շատ էական ազդեցություն ունի նաև խաղաղության խաչմերուկի կենսագործման տեսանկյունից եւ կարծում եմ, որ դա շատ էական թե տնտեսական եւ թե ռազմավարական առումով կարեւոր ծրագրեր են։ Թեև դրանց ազդեցությունը կերևա այն ժամանակ, երբ որ փաստացի ենթակառուցվածքը կառուցված կլինի։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն էլ նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում տեղի են ունեցել էական զարգացումներ։ Նրա խոսքով այդ գործընթացն ամրապնդվել է նաև ազգային ժողովի կողմից ընդունված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքով։ Վահան Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության դինամիկ զարգացումը կարևոր հանգրվանի է հասել 2025 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի կողմից ընդունվել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ փաստաթուղթը։ Ըստ փոխնախարարի, այն լրացնում է Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, սահմանելով կարճաժամկետ եւ միջնաժամկետ հավակնորդ առաջնահերթություններ հնարավոր բոլոր ոլորտներում եւ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական մակարդակի։ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության կանոնադրային հետեւյալ մարմինների նիստերն են տեղի ունեցել գործընկերության խորհուրդը, գործընկերության կոմիտեն, մուտքի արտոնագրերի դյուրացման եւ հետընդունման հարցերով համատեղ կոմիտեները, մարդկանց միջև շփումների, արդարադատության, ազատության եւ անվտանգության, մաքսային հարցերով ենթակոմիտեր են։ Տեղի են ունեցել նաեւ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական հանդիպումը։ Նշեմ նաև, որ Հայաստանը ընտրվել է Եվրոպական քաղաքական համայնքի 26 թվականի Գարնանկանալի գագաթնաժողովի հյուրընկալ պետություն եւ սպասում ենք, որ մայիսի 3-ին եւ 4-ին տեղի կունենա այս գագաթնաժողովը Հայաստանում եւ բացի դրանից տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն անդրանիկ գագաթնաժողովը, որին
շատ լրջորեն պատրաստվում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ։ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն ըստ փոխնախարարի այսօր առավել ամուր եւ սերտ են, քան երբևէ, իսկ ռազմավարական օրակարգի ընդունումը նոր մակարդակի է բարձրացնում երկկողմ գործընկերությունը։ Տնտեսական գործակցության մասին զեկույցով էլ հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա տեղեկացրել է, որ Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում տեղի են ունեցել 3 կարևոր նիստեր։ Դրանք են առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի 7-րդ, աշխարհագրական նշումներ ենթակոմիտեի 6-րդ եւ մաքսային հարցերով ենթակոմիտեի նիստերը։ Նախարարը ներկայացրել է նաեւ Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող մի շարք ծրագրեր, անդրադառնալով համաձայնագրերով նախատեսված դիրեկտիվների մոտարկման գործընթացին եւ տնտեսական ոլորտում շարունակվող բարեփոխումներին։ Էկոնոմիկայի նախարարության կողմից 25 թվականի ընթացքում մշակվել է եւ Եվրոպական հանձնաժողով է ներկայացվել 7 TAEX, որոնք հաստատվել են եւ գտնվում են ԵՄ-ի կողմից բանակցային փուլում, իսկ մինչ այդ 4 միջոցառում արդեն իսկ իրականացրել էին։ Իրականացված TAEX-ներն են բժշկական լաբորատորիաների հավատարմագրում, բուսական նյութերի հավաստագրման մեթոդաբանություն, ԵՄ-ում ստեղծագործական կենտրոնների կառուցվածքներ եւ քաղաքականություն եւ թափառող շների վերահսկում որպես կենթանաբանական հիվանդության աղբյուր։ Հայաստան-ԵՄ գործակցության տնտեսական բաղադրիչը նախարարի խոսքով շարունակում է ընդլայնվել, ընդգրկելով առևտրի մաքսային կարգավորումների, աշխարհագրական նշումների պաշտպանության եւ եվրոպական չափանիշներին մոտարկման նոր ուղղությունները։ Հայաստանի տնտեսությունը 2026 թվականը սկսել է աճի դրական ցուցանիշներով։ Հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով, ապահովելով զարգացում գրեթե բոլոր հիմնական ճյուղերում՝ շինարարությունից մինչև արդյունաբերություն եւ ծառայություններ։ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է պահպանել աճի դրական միտումները, չնայած նրան, որ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը բարբերաբար տեղեկացնում է տնտեսական աճի տեմպերը, այս անգամ Հայաստանի վիճակագրական կոմիտեն եւս ներկայացրել է համապատասխան տվյալները։ Համաձայն դրանց 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.4%-ով։ Միայն փետրվար ամսին տնտեսական ակտիվությունը հունվարի համեմատ աճել է 4.5%-ով, իսկ 2025 թվականի փետրվարի համեմատ 7.2%-ով։ Տնտեսության տարբեր ճյուղերում արձանագրվել են էական աճեր, ամենաբարձր աճը գրանցվել է շինարարության ոլորտում 20.5%։ Ընդհանուր շինարարության ծավալը կազմել է 53 միլիարդ 953.7 միլիոն դրամ։ Փետրվարին այս ոլորտում աճը հունվարի համեմատ հասել է 40.7%-ի։ Արդյունաբերության ոլորտում եւս գրանցվել է զգալի աճ 17.2%։ Տարեսկզբին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491 միլիարդ 479.4 միլիոն դրամ։ Փետրվարին արդյունաբերական արտադրությունն աճել է 12.2%-ով։ Առևտրի շրջանառությունը նշված ամիսներին կազմել է 892 միլիարդ 247.1 միլիոն դրամ, 3.3%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածը։ Գրանցված աճերը սակայն այսքանով չեն սահմանափակվում։ 7.2% աճ էլ արձանագրվել է ծառայությունների ոլորտում, ընդհանուր ծավալը հասցնելով 630 միլիարդ 310.5 միլիոն դրամի։ Սակայն փետրվարին հունվարի համեմատ գրանցվել է 1.7% անկում, թեև նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատ աճը կազմել է 7%։ Հաղորդվում է, որ գնաճի ցուցանիշները նույնպես աճել են, սպառողական գների ինդեքսը տարվա առաջին 2 ամիսներին բարձր է եղել 4.1%-ով։ Փետրվարին այն աճել է 0.5%-ով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը եւս անդրադարձել է ցուցանիշներին, նշելով, որ տնտեսական ակտիվության 7.4% աճը պայմանավորված է բոլոր հիմնական ճյուղերում արձանագրված դրական դինամիկայով։ 2026 թվականի հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 7.4%-ով։ Աճ ունենք բոլոր ուղղություններով՝ արդյունաբերություն 17.2%, շինարարություն 25%, արտաքին առևտուր 9.3%, ծառայություններ 7.2%, առևտուր 3.3%։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով էներգետիկ ոլորտում եւս աճ է գրանցվել։ Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում արտադրվել է 1 միլիարդ 823.9 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, ինչը 7.1%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նշվում է, որ այս տվյալներում ներառված չէ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի շրջանակում ինքնավար արտադրողների արտադրանքը եւ համադրելիության ապահովման նպատակով այն չի ներառվել նաեւ նախորդ ժամանակաշրջանների համապատասխան ցուցանիշներում։ Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում չեն ներկայացվել գյուղատնտեսության համախառն արտադրանքի եւ միջին ամսական անվանական աշխատավարձի վերաբերյալ տվյալները։
Այսպիսով տարվա առաջին 2 ամիսների տվյալները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է զարգանալ բազմաճյուղ աճի հաշվին, պահպանելով ընդհանուր դրական տեմպը։ Կառավարության հերթական նիստում որոշում է կայացվել հատկացնել ավելի քան 2 միլիարդ դրամ, որը կուղղվի Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերի 11 համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Գործադիրը նաև որոշել է Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցությունը 3-ի փոխարեն դարձնել 4 միլիոն դրամ։ Կառավարության նիստում գործադիրը նախ հավանություն տվեց չզեկուցվող հարցերի փաթեթի ընդունման, ապա անցավ զեկուցող հարցերին, որոնցից առաջինը վերաբերում էր Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում կատարվելիք փոփոխություններին։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի խոսքով ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկվում է կարգավորել ի հայտ եկած որոշակի խնդիրները եւ վերանել նախատեսված աջակցության չափերը։ Ծրագրով առաջարկում է նաև որպես ընտանիքի անդամ եւ միաժամանակ շահառու դիտարկել մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաներին, անկախ նրանից, թե այդ ընտանիքը երբ է ստացել իր հավաստագիրը։ Թորոսյանը առանձին անդրադարձ կատարեց շահառուների կողմից սպասված փոփոխությանը։ Նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես ընդլայնել 4 միլիոն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որոնք ներկայումս 611-ն են, եւ ավելացնել դրանք 150 բնակավայրով, եւ խոսքը վերաբերում է Երևանին սահմանակից համայնքներին, նախկինում Երևանը եւ Երևանին սահմանակից համայնքները սերտիֆիկատների իրացման ժամանակ կարող էին շահառուները ստանալ 3 միլիոն դրամի փոխհատուցում։ Մայրաքաղաքին սահմանակից համայնքներում Աշտարակում, Արտաշատում, Մասիսում, Փարաքարում, Աբովյանում, Նորհաճնում, Նայիրիում, Գառնիում եւ Ջրվեժում Ղարաբաղից տեղահանվածներին բնակարան ձեռք բերելու համար տրամադրվող աջակցությունը 3-ի փոխարեն կդառնա 4 միլիոն դրամ։ Ամփոփելով իր միտքը հայտնեց Թորոսյանը։ Վարչապետ Փաշինյանը ընդգծելով Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնակապահովման կարիքները հոգալու կարևորությունը խոսեց նաև ծրագրի քաղաքական նշանակության, նաև իշխանության որդեգրած ուղեգծի մասին։ Ըստ Փաշինյանի խաղաղությունը, որի մասին այժմ շատ է խոսվում, ոչ միայն քաղաքական, այլ շատ հաճախ սոցիալ-հոգեբանական նշանակություն ունի։ Ես ուզում եմ նաև կառավարության նիստում արձանագրել եւ նույնիսկ դատապարտել բոլոր այն միտումները, որոնց նպատակը Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին եւ ընդհանրապես հայ ժողովրդին պանդուխտի կարգավիճակում պահելն է։ Չկա ավելի դաժան եւ տառապալի բան, քան սպասումը։ Բայց մենք որպես ժողովուրդ արդեն 100 քանի տարի է այդ սպասումով ենք ապրում եւ սա ուզում եմ ընդգծել էլի, սա կայսերական քաղաքականություն է։ Սա հակահայկական ապա հայկական կայսերական քաղաքականություն է։ Նշենք, որ կառավարության նիստի ընթացքում որոշվեց եւ ավելի քան 2 միլիարդ դրամ հատկացվեց սուբվենցիոն եւ մարզերում անհետաձգելի ծրագրերի իրականացման համար։ Մեկ այլ ծրագրով էլ դրական եզրակացություն ստացավ 2026 թվականի բուսաբուծության աջակցության ծրագիրը։ Շարունակում ենք թողարկումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հասցեին կոշտ եւ սպառնալից հայտարարություններից հետո հերթական գրառումն է արել, այս անգամ սակայն լրիվ այլ բովանդակությամբ։ Մեծ ուրախությամբ տեղեկացնում են, որ Միացյալ Նահանգները եւ Իրանը վերջին 2 օրվա ընթացքում շատ լավ եւ արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում մեր թշնամանքի ամբողջական եւ լիակատար կարգավորման վերաբերյալ, գրել է Թրամփը շարունակելով. հիմնվելով այս խորը մանրամասն եւ կառուցողական խոսակցությունների ոգու եւ տոնայնության վրա, որոնք կշարունակվեն շաբաթվա ընթացքում, ես հրահանգել եմ Պաշտպանության նախարարությանը 5 օրով հետաձգել Իրանի էլեկտրականների եւ էներգետիկ ենթակառուցվածքների դեմ ուղղված բոլոր ռազմական հարվածները, գրել է նա։ Իսկ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը արձագանքելով Թրամփի հայտարարությանը իր տելեգրամյան ալիքում էլ գրել է, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունները հնչում են էներգակիրների գները նվազեցնելու եւ իր ռազմական ծրագրերը իրականացնելու համար ժամանակ շահելու փորձերի համատեքստում։ Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը վերջնագիր էր ներկայացրել Թեհրանին Հորմուզի նեղուցը 40 ժամվա ընթացքում բացելու պահանջով, սպառնալով հակառակ դեպքում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Իրանն էլ հայտարարել էր, որ պատասխան հարվածները Իսրայելի եւ տարածաշրջանի մյուս երկրների էներգետիկ համակարգերին չեն ուշանա։
Իրանը վերջին ժամերին հարվածների շարք է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, հիմնական թիրախներից մեկը եղել է Դիմոնան, քաղաք, որտեղ գտնվում է Իսրայելի կարևոր միջուկային օբյեկտը։ Հարվածների հետևանքով կան զոհեր եւ տասնյակ վիրավորներ, իսկ Արադ քաղաքում իրավիճակը գնահատվում է որպես ամենածանրներից մեկը պատերազմի սկզբից ի վեր։ Հաղորդվում է, որ Արադին հասցված հրթիռը եղել է բարձր հզորության, մինչև 1 տոննա մարտագլխիկով։ Այն խոցելու 2 փորձն էլ ձախողվել է։ Իրանը հայտարարել է, որ հարվածները պատասխանն են նավթանազի միջուկային օբյեկտի վրա իրականացված հարձակմանը։ Հաղորդվում է, որ Իրանն այս շաբաթ Քաթարի գազային օբյեկտների վրա իր պատասխան հարձակման ժամանակ օգտագործել է առաջադեմ հրթիռներ, որոնք կարող են խուսափել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերից։ Միաժամանակ Թեհրանը սպառնում է ընդլայնել թիրախների շրջանակը, ներառելով Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների բոլոր էներգետիկ ենթակառուցվածքները տարածաշրջանում։ Վաշինգտոնն էլ իր հերթին վերջնագիր է ներկայացրել, պահանջելով 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ բացել Հորմուզի նեղուցը։ Իրանն արձագանքել է Թրամփի սպառնալիքներին, նշելով, եթե հակառակորդը վնասի Իրանի վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքները, Միացյալ Նահանգներին եւ տարածաշրջանային վարչակարգին պատկանող ամբողջ էներգետիկ, տեղեկատվական, տեխնոլոգիական եւ աղազերծման ենթակառուցվածքները թիրախ կդառնան։ Իրանը սպառնացել է նաեւ, որ նման սցենարի դեպքում կարող է ամբողջությամբ փակել նեղուցը, վտանգի տակ դնելով համաշխարհային էներգետիկ շուկաները։ Այս ֆոնին միջազգային կառույցները սկսել են արտակարգ քննարկումներ նավթի պաշարների հնարավոր ավելացման շուրջ։ Միջազգային էներգետիկ գործակալությունը խորհրդակցություններ է անցկացնում Ասիայի եւ Եվրոպայի երկրների կառավարությունների հետ անհրաժեշտության դեպքում նավթի պաշարների ավելացման հարցի շուրջ։ Այս ամենին զուգահեռ Իսրայելը վաղ առավոտյան լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի օբյեկտներին։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են քաղաքի ամբողջ տարածքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Եվրոպական եւ համաշխարհային առաջնորդները սակայն զսպվածության կոչ են անում, իսկ Հռոմի Լևոն Պապը մերձավոր Արևելքի հակամարտությունը մարդկային խայտառակություն է համարել։ Իրանում հայտարարում են, որ պատերազմը կարող է մտնել նոր ավելի ծանր փուլ։ Սակայն Իրանը պատերազմն ավարտելու 6 պայման է ներկայացրել։ Պատերազմի վերսկսումը կանխելու երաշխիքներ, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմաբազաների փակում, Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում, պատերազմների դադարեցում տարածաշրջանային բոլոր ճակատներում, Հորմուզի նեղուցի համար նոր իրավական դաշտի ստեղծում, Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների ներկայացուցիչների դատական հետապնդում եւ արտահանձնում։ Այս ամենին զուգահեռ Իրանի արտգործնախարարը նամակ է հղել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, կոչ անելով վճռական արձագանք տալ Իրանի միջուկային օբյեկտների վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վերջին ռազմական հարձակումներին։ Այս հարձակումները, որոնք միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, լուրջ սպառնալիք են տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության ու անվտանգության համար եւ պահանջում են անհապաղ գործողություններ։ Այս ֆոնին Միացյալ Նահանգներում արդեն քննարկվում է հնարավոր դիվանագիտական ելքը։ Հաղորդվում է, որ մարտական գործողությունները կարող են շարունակվել եւս մի քանի շաբաթ, բայց արդեն սկսվել են խաղաղ բանակցությունների նախապատրաստական քննարկումները։ Լիբանանը Իրանի դեսպանին հայտարարել է անցանկալի անց տարածաշրջանում շարունակվում են փոխադարձ հարվածները, իսկ ԱՄՆ-ն ու իր դաշնակիցները քննարկում են նոր ռազմական եւ դիվանագիտական քայլեր։ Միևնույն ժամանակ ակտիվանում են բանակցային նախաձեռնությունները, սակայն հակամարտության ավարտի հեռանկարները շարունակում են մնալ անորոշ։ Լիբանանի արտգործնախարարությունն Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին հայտարարել է անցանկալի անց նրան պարտավորեցնելով լքել Բեյրութը մինչև մարտի 29-ը։ Բեյրութը նաև հետ է կանչել Իրանում իր դեսպանին պատճառաբանելով Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումները։ Տարածաշրջանում էներգետիկ իրավիճակը եւս բարդանում է։ Իրանն Իսրայելի հարվածներից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա, հարավային Փարս խոշոր հանքավայրում բռնկված հրդեհների պատճառով։ 2025 թվականին Իրանն ապահովում էր Թուրքիայի գազի ներմուծման 14%-ը, սակայն Անկարան շարունակում է մատակարարումներ ստանալ Ռուսաստանից եւ Ադրբեջանից, նաեւ օգտագործել սեփական պաշարները։ Ռազմական առումով իրավիճակը շարունակում է սրվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող հրթիռային կայաններին, մինչդեռ Իրանը հրթիռային հարվածներ է իրականացրել Իսրայելի ուղղությամբ, նաեւ Իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղակայված ամերիկյան զորքերի դիրքերին։ Իրանական կողմը հայտարարում է, որ թիրախավորել է ռազմական եւ հրամանատարական կարևոր կենտրոններ։ Միևնույն ժամանակ Պենտագոնը քննարկում է տարածաշրջան լրացուցիչ ուժեր ուղարկելու հնարավորությունը։ Խոսքը Միացյալ Նահանգների 82-րդ օդատեսանտային դիվիզիայի 3000 զինվորից բաղկացած ստորաբաժանման տեղակայման մասին է։ Զուգահեռաբար հաղորդվում է նաեւ ծովային ուժերի տեղաշարժերի մասին մոտ 2200-ական ծովային հետևակայիններով 2 հարվածային խմբերի տեղափոխմամբ։
Սրան զուգահեռ դիվանագիտական ճակատում ակտիվանում են բանակցային ջանքերը։ Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է հյուրընկալել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունները նպատակ ունենալով հասնել հակամարտության համապարփակ կարգավորման։ Վաշինգտոնը Թեհրանին փոխանցել է 15 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է միջուկային ծրագրի սահմանափակումներ, Հորմուզի նեղուցի բացում եւ տարածաշրջանային զինված խմբավորումների աջակցությունից հրաժարում։ Փոխարենը նախատեսվում է պատժամիջոցների վերացում եւ քաղաքացիական միջուկային ծրագրի աջակցություն, սակայն Թեհրանից հնչում են հակասական ազդակներ։ Իրանի ռազմական ղեկավարությունը պնդում է, որ պատերազմը չի դադարեցվի, մինչև չվերացվեն բոլոր պատժամիջոցները, չվճարվեն փոխհատուցումներն ու չտրամադրվեն Միացյալ Նահանգների չմիջամտության երաշխիքներ։ Միևնույն ժամանակ պաշտոնապես հերքվում է ուղիղ բանակցությունների փաստը, թեև հաստատվում է ամերիկյան առաջարկների ստացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմերի միջև ընթանում են արդյունավետ բանակցություններ եւ Իրանը համաձայնել է չձգտել միջուկային զենքի ձեռքբերմանը։ Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է ավելի ակտիվ ներգրավված լինեն Իրանի դեմ գործողություններում, ընդգծելով, որ Միացյալ Նահանգները մեծ առաջընթաց է գրանցում։ Տարածաշրջանում իրավիճակի սրման ֆոնին Իրանի Կարմիր մահիկի տվյալներով ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով վնասվել է ավելի քան 82000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում ավելի քան 62000 բնակելի շենք, 19000 առևտրային կառույց, 281 բժշկական հաստատություն եւ մոտ 500 դպրոց։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցը, հայտարարելով, որ այն բաց է միայն ոչ թշնամական երկրների համար։ Թեհրանը զգուշացրել է, որ պատերազմող երկրների նավերը չեն կարող օգտվել այդ ռազմավարական ուղուց եւ սպառնացել է անհրաժեշտության դեպքում խստացնել միջոցները։ Միջազգային արձագանքները եւս կտրուկ են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կոչ արել անհապաղ դադարեցնել Իսրայելի գործողությունները, դրանք որակելով որպես տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող վտանգ։ Չինաստանն էլ իր հերթին հանդես է գալիս երկխոսության օգտին, ընդգծելով, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի բանակցությունների միջոցով։ Այս պայմաններում ըստ տարբեր աղբյուրների քննարկվում են նաև ժամանակավոր մեկամսյա հրադադարի հնարավորությունը, որի ընթացքում կողմերը կարող են փորձել հասնել շրջանակային համաձայնության, սակայն դեռևս անորոշ է, արդյոք կողմերը պատրաստ են գնալ նման փոխզիջման։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է 10 օրով հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների դեմ հնարավոր հարվածները շարունակելու համար բանակցությունները Իրանի հետ։ Թրամփի խոսքով այս որոշումն ընդունվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքում է նման դիմումի առկայությունը։ Նա նաև նշել է, որ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են եւ ունեն դրական ընթացք։ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունները շարունակվում են եւ ունեն դրական ընթացք։ Այս մասին հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ Իրանի կառավարության խնդրանքով մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը հետաձգվում են Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները։ Միջազգային լրատվամիջոցների տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները Պակիստանի միջոցով Իրանին փոխանցել է 15 կետից բաղկացած առաջարկ ուղղված պատերազմի դադարեցմանը։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանն ուսումնասիրում է առաջարկը։ Տասիմ գործակալության տվյալներով Իրանը պաշտոնապես պատասխանել է առաջարկներին եւ առաջ քաշել սեփական պայմանները։ Իրանական Տասիմ գործակալությունը հղումանելով իր աղբյուրներին հայտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից առաջարկված 15 կետի վերաբերյալ Իրանի պատասխանը միջնորդների միջոցով պաշտոնապես ուղարկվել է նախորդ գիշեր եւ այժմ Թեհրանը սպասում է մյուս կողմի արձագանքին։ Ըստ գործակալության իրանական պատասխանում նշվում է, որ պետք է դադարեցվեն թշնամու ագրեսիան եւ ահաբեկչությունը, ստեղծվեն օբյեկտիվ պայմաններ, որպիսի պատերազմը չկրկնվի, երաշխավորվեն վնասների վճարումն ու փոխհատուցումը, հստակեցվեն պատասխանատվության շրջանակները, իսկ պատերազմի ավարտը տարածվի բոլոր ճակատների եւ տարածաշրջաններում ներգրավված դիմակայության բոլոր խմբերի վրա։ Տասիմի փոխանցմամբ իրանական կողմը պատասխանել է նաև Հորմուզի նեղուցի թեմային, ընդգծելով, որ դրա նկատմամբ Իրանի ինքնիշխանության իրականացումը եղել է եւ մնում է Իրանի բնական եւ օրինական իրավունքը։ Նույն աղբյուրի համաձայն Թեհրանը դա դիտարկում է նաև որպես մյուս կողմի պարտավորությունների կատարման երաշխիք, որը պետք է ճանաչվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է գործարկի, սակայն հրապարակային հայտարարություններում ներկայացնում է այլ դիրքորոշում։ Նրա խոսքով Թեհրանը ռազմական ճանապարհով ծանր հարվածներ է կրել եւ պետք է շուտ լրջանա, քանի դեռ ուշ չէ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը Fox News-ի եթերում հայտարարել է, որ կենտրոնական
իրանական հետախուզական վարչությունները իրեն զեկուցել են Իրանի նոր գերագույն առաջնորդ Այաթոլլա Մոջթաբա Խամենեիի վերաբերյալ տեղեկություններ, որոնք վերաբերում են նրա անձնական կյանքին։ Թրամփը նշել է, որ նման տեղեկությունները կարող են ազդեցություն ունենալ Խամենեիի հեղինակության վրա, հաշվի առնելով Իրանում գործող խիստ օրենքները։ Վաշինգտոնից հնչել են նաև հայտարարություններ ՆԱՏՕ-ի շրջանակում դաշնակիցների դիրքորոշումների վերաբերյալ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը նշել է, որ հիասթափված է ՆԱՏՕ-ից, ընդգծելով, որ որոշ երկրներ Իրանի շուրջ զարգացումները չեն դիտարկում որպես իրենց պատերազմ։ Այս ընթացքում Իրանում արձանագրվել են զգալի մարդկային կորուստներ։ Իրանի առողջապահության փոխնախարար Ալի Ջաֆարին տվյալներով ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 1937 մարդ, այդ թվում 240 կին եւ 212 երեխա։ Վիրավորների թիվը գերազանցում է 24800-ը, որոնց թվում կան շուրջ 4000 կին եւ 1621 երեխա։ Իսրայելի պաշտպանության բանակը Ցախալը հայտնել է, որ ամբողջ օրվա ընթացքում շարունակվել են իրանական եւ Հեզբոլլահի հրթիռային հարվածներն Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելական կողմի տվյալներով կան զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն էլ հայտարարել է, որ Հերմուզի նեղուցը կարող է բացվել, եթե Իրանը դադարեցնի սպառնալ միջազգային նավագնացությանը, նշելով, որ ստեղծված իրավիճակը խախտում է միջազգային իրավունքը։ Աքսիոսի տվյալներով Պենտագոնը քննարկում է Իրանի դեմ հնարավոր վերջնական հարվածների տարբերակներ, ներառյալ ցամաքային գործողություններ, զանգվածային ռմբակոծություններ, ռազմավարական կղզիների վերահսկում եւ նավթային փոխադրումների շրջափակում Հորմուզի նեղուցում։ Միևնույն ժամանակ Սպիտակ տունն այդ սցենարները գնահատում է որպես հիպոթետիկ, իսկ վերջնական որոշում դեռ չի կայացրել։ The New York Times-ի տվյալներով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է սկսել ցամաքային գործողություն Իրանի դեմ, սակայն պաշտոնական հաստատում չի տրվել։ Իրանական Միհր գործակալության փոխանցմամբ Իրանը մոբիլիզացրել է ավելի քան 1 միլիոն քաղաքացիներ Ամերիկայի Միացյալ Նահանգների հնարավոր ցամաքային գործողության դեպքում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վերջնագիր ներկայացնել Իրանին եւ իրանցիներին, ընդգծելով, որ անհրաժեշտ է ընդհատել պատերազմ, հրադադար պատերազմ արատավոր շրջանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն էլ հերքել է տեղեկությունները, թե Մոսկվան Իրանին փոխանցում է հետախուզական տվյալներ։ Նրա խոսքով Ռուսաստանի եւ Իրանի միջև գործում է ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր, որի շրջանակում մատակարարվել են որոշ զինատեսակներ, սակայն հետախուզական աջակցություն չի տրամադրվում։ Լավրովը նշել է նաեւ, որ Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների տեղակայման մասին տեղեկությունները բաց են եւ հասանելի։ Այս պայմաններում բանակցությունները շարունակվում են, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված։ Այլ թեմաներ։ Հայաստանում մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը համախմբել է ոլորտի պետական, մասնավոր եւ միջազգային հիմնական դերակատարներին։ Երևանում անցկացվող հնգօրյա միջոցառմանը քննարկվելու են թվային զարգացման, արհեստական բանականության, մեդիայի փոխակերպման, երեխաների առցանց անվտանգության եւ հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման առանցքային հարցերը։ Կազմակերպիչների գնահատմամբ նախաձեռնությունը ունի նպատակ խթանելու մասնագիտական երկխոսությունը եւ նպաստելու Հայաստանի թվային ապագայի ձևավորմանը։ Հայաստանում մեկնարկել է հեռահաղորդակցության շաբաթ 2026-ը, որը մեկ հարթակում համախմբել է ոլորտի օպերատորներին, պետական եւ կարգավորող մարմինների ներկայացուցիչներին, միջազգային եւ տեղական տեխնոլոգիական ընկերություններին, նաեւ ակադեմիական համայնքին։ Միջոցառումն անցկացվում է արդեն 3-րդ անգամ եւ կազմակերպիչների գնահատմամբ տարեստարի ընդլայնվում է, ընդգրկելով նոր թեմաներ եւ գործակցության նոր ձևաչափեր։ Նախաձեռնությունն իրականացվում է Հայաստանի օպերատորների միության կողմից, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ եւ միջազգային գործընկերությամբ, հեռահաղորդակցության միջազգային միության մասնակցությամբ։ Այս տարվա կարգախոսն է միասին հուսալի կապի եւ թվային ապագայի համար։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գևորգ Մելիքսեթյանի համոզմամբ կապն այլևս արդեն պարզապես տեխնոլոգիա չէ, այլ տնտեսության, կառավարման, կրթության եւ հասարակության զարգացման կարևոր հիմքերից մեկն է։ Շաբաթվա ընթացքում նախատեսված են քննարկումներ նվիրված արհեստական բանականությանը, տեսալսողական մեդիայի զարգացումներին, երեխաների առցանց անվտանգությանը, նաև հեռահաղորդակցության ենթակառուցվածքներին եւ ակադեմիական գործակցությանը։ Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ թվային տեսության պայմաններում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումն առանցքային նշանակություն ունի, իսկ դրա համար անհրաժեշտ է կայուն եւ կանխատեսելի կարգավորման միջավայր։ Հեռահաղորդակցության ոլորտը աշխարհում ամենադինամիկ եւ առավել արագ զարգացող ոլորտներից է եւ հաշվի առնելով թվային տնտեսությանը, արհեստական բանականության, տվյալների շտեմարանների եւ
դրան ուղղված մշականների զարգացման գործում հեռահաղորդակցային ենթակառուցվածքների մեծած դերը, հանձնաժողովը իր կողմից իրականացվող կարգավորման քաղաքականությամբ փորձում է ստեղծել կայուն եւ իրավի կանխատեսելի այնպիսի կարգավորման միջավայր, որը միտված կլինի ենթակառուցվածքների զարգացմանը, հասանելիության ընդլայնմանը եւ կապի ծառայությունների որակի բարելավմանը։ Հանձնաժողովի տվյալներով այսօր հանրապետության բոլոր բնակավայրերում հասանելի է 4G տեխնոլոգիան, իսկ մի շարք խոշոր քաղաքներում գործում է նաև 5G ծածկույթը։ Ընդլայնվում են նաև օպտիկամանրաթելային կապի հնարավորությունները, ինչը հիմք է ստեղծում ավելի արագ եւ որակյալ ծառայությունների համար։ Այս տարվա ծրագրում առանձնահատուկ տեղ է հատկացվել նաև մեդիա ոլորտին։ Կազմակերպիչների գնահատմամբ թվային փոխակերպումը փոխում է ոչ միայն կապի տեխնոլոգիաները, այլև բովանդակության ստեղծման եւ տարածման ամբողջ համակարգը։ Առանցքային թեմաներից է նաև արհեստական բանականությունը, որն արդեն այսօր ազդում է ոլորտի զարգացման վրա։ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտը վերջին տարիներին անցել է զարգացման ակտիվ փուլ եւ ունենք զարգացող ենթակառուցվածքներ, մրցակցային շուկա, աճող պահանջարկ եւ սրանք այն հիմքերն են, որոնց վրա այսօր կառուցվում է հեռահաղորդակցության ոլորտը։ Նախաձեռնողների համոզմամբ, եթե Հայաստանը ցանկանում է դառնալ տարածաշրջանային թվային հանգույց եւ ունենալ մրցունակ տնտեսություն, պետք է շարունակի զարգացնել ժամանակակից, հուսալի եւ հասանելի հեռահաղորդակցության համակարգ։ Առողջության պահպանման իրավունքի հարցում, թե զորակոչային բժշկական հանձնաժողովներում, թե քրեակատարողական հիմնարկներում դեռևս կան խնդիրներ, չնայած նրան, որ պատասխանատու գերատեսչությունները բարեփոխումներ են իրականացրել արձանագրված խնդիրների կանխարգելման ուղղությամբ։ Ոլորտի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել առողջության պահպանման իրավունքը բանակում եւ քրեակատարողական համակարգում թեմայով քննարկում։ 2025 թվականին ՄԻՊ աշխատակազմը զորակոչիկներից եւ նրանց ընտանիքների անդամներից ստացել է 900 դիմում բողոք, որոնց գերակշիռ մասը 86%-ը վերաբերել է առողջապահության պահպանման իրավունքին, այդ թվում պատշաճ հետազոտություններին եւ փորձաքննություններին։ Այս մասին հայտնեց ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչ Ալբերտ Դանիելյանը առողջության պահպանման իրավունքը բանակում եւ քրեակատարողական համակարգում թեմայով քննարկման ժամանակ։ Վերջինս ընդգծեց, որ ՄԻՊ-ում բազմաթիվ են դեպքերը, երբ պաշտպանի միջամտությունից հետո կայացված որոշումները, որոնք վերաբերել են բժշկական հանձնաժողովների թերի աշխատանքին, չեղարկվել են։ Բանախոսի ներկայացմամբ, չնայած վերջին տարիներին զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքները լավարկվել են, այնուամենայնիվ կան խնդիրներ, որոնց ուղղությամբ պատասխանատու մարմինները պետք է աշխատանքներ իրականացնեն։ Մեր գործող կարգավորումները չեն սահմանում կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից օրական փորձաքննությունների առավելագույն թույլատրելի քանակ։ Պաշտպանի դիտարկմամբ նման կարգավորումները հոսքը նման փորձաքննությունների մեծ լուրջ ռիսկեր է ստեղծում փորձաքննությունների որակի համար, ինչպես նաև զորակոչվող անձանց առողջության համար։ Մյուս խնդիրը մեր գործող կարգավորումները հնարավորություն չեն տալիս զորակոչիկին իր վստահելի բժշկին որպես մասնագետ խորհրդատու ներգրավելու փորձաքննության գործընթացում։ Մեր դիտարկանք դա նույնպես կարող է բարձրացնել փորձաքննությունների որակը, ինչպես նաև զորակոչիկների իրազեկվածությունը։ Առողջության պահպանման խնդիրները չեն շրջանցել նաև քրեակատարողական հիմնարկները, չնայած նրան, որ Արտարադատության նախարարությունը վերջին տարիներին բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել։ Քննարկմանը մասնակցող բանախոսներից ՄԻՊ աշխատակազմի մեկ այլ ներկայացուցիչ Հովհաննես Ղուկասյանը խոսեց նախորդ տարի քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մավան 24 դեպքերի մասին, որոնցից 8-ը եղել է ինքնասպանություն։ Ղուկասյանը նկատել է, որ աճել են նաև ինքնասպանության փորձ կատարելու դեպքերը, ինչ վերաբերում է ինքնավնասման դեպքերի վիճակագրությանը, ապա բանախոսի հավաստմամբ այդ դեպքերը նվազման միտում ունեն։ Ղուկասյանը խոսեց նաև այլ խնդիրների մասին։ Արձանագրել ենք նախ ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործում խնդիրներ։ Ճիշտ է, 2022 թվականից քրեակատարողական հիմնարկներում ներդրվել է ինքնասպանության եւ ինքնավնասման ռիսկի գնահատման գործիքը, սակայն մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի այցերն էլ ցույց են տալիս, որ դրա արդյունավետությունը շարունակում է ցածր մնալ։ Այսպիսին էր անցնող շաբաթը, հետևեք Free News-ի լրատվությանը, առողջ եղեք։